7-ը դա ինքը հոգևորի հետ մեծ կապ ունի, էզոթերիկայի հետ բավականին մեծ կապ ունի եւ այստեղ 7-ին խորհուրդ կտամ շփվել 5-երի եւ 8-երի հետ, հա։ Ինչի համար եմ ես ձեզ ասում, եթե խոսքի օրինակ դուք տղամարդ եք, այսպեսի կանայք ձեզ կարող են գրավել։ Հարմար կլինի այսպեսի մարդկանց հետ 5-երի եւ 8-երի դուք զրուցեք։ Ընդհանրապես 7-երը իրենք նպատակասլաց են, բայց մասնագիտականը դա որը կարող է լինել ձեր, եթե ակտիվանում է 7 թվանշանը ձեր 3-րդ աստղի գագաթում։ Եվ ինչն է հետաքրքիր ձեզ մոտ, որ եթե 7-ը լինի ձեր 3-րդ գագաթում ակտիվանում, այստեղ ձեր մասնագիտությունները լրիվ փոխվում են, դուք էլ անցած մասնագիտությունով չեք զբաղվում։ Խոսքի օրինակ կարա լինի գիդերը, տուրիստական ինչ-որ կամպանիաները, որտեղ դուք կարող եք աշխատել, որ ընդհանրապես ձեր մտքով չէր անցել։ Օնլայն առևտուրը, խոսքի օրինակ, հա, գումարները այստեղ պետք է անկանխիկ լինեն։ Մեքենաների հետ կապված հարցերը, սպորտային մարզիչներ են շատ լավ լինում։ Տուրօպերատորներ, ինչը կապված է ինքնաթիռի, հա, ուրեմն ուղղաթիռների հետ, միստիկա, զինվորականի հետ, չմոռանանք, որ 7-ը դա նաև զինվորականն է, պետական ստրուկտուրաներն են, դատական համակարգերն են, ինչու՞ չէ, նաև հոգեբանություն, որովհետև 7-ը կապ ունի նաև հոգևորի հետ, հա, էզոթերիկան, հնեաբանությունը, պատմաբանությունը, գաղտնի գործակալներ կարող եք լինել, պատմագետներ, քննիչներ, ինչ կապված է փաստաթղթայինի հետ։ Եվ դա մի զարմացեք, որովհետև այո, մարդիկ կան, իրենց մոտ փոխվում է կոդերը եւ այստեղ ամեն ինչ կարող է գլխի վայր շուռ գալ ձեզ մոտ, էվոլյուցիա ապրեք եւ ձեր կյանքում լավ փոփոխություններ լինեն։ Իսկ ասենք թե մարդու մոտ շատ մարդիկ չգիտեն, որ իրենց ամիս, ամսաթիվ, տարեթիվը, այն ինչ դուք անում եք ձեր կյանքում, խոսքի օրինակ կարմա եք աշխատել կամ թվերը բացասական եք օգտագործում, թե դրական, 5-րդ գագաթը դա խոսում է, որտեղ ակտիվանում է հենց 5-րդ գագաթը ձեր հիվանդությունները։ Քիչ են ձեզ այդ մասին երկրորդ մասով կխոսեմ, որպեսզի հասկանաք։ Օրինակ կբերեմ, խոսքի օրինակ, եթե 8 թվանշանն է, հա, 5-րդ գագաթը, եթե մարդիկ կարմա են աշխատել եւ մարդիկ չգիտեն այդ հիվանդությունները եւ չեք իմանում, որ 8-ը ակտիվացել է ձեզ մոտ, ինչը որտեղից կարող է լինել։ 8-երի մոտ իմունային խանգարումներ կարող են լինել, խախտումներ,